Նորմալ ապրում էինք, թեկուզ պատերազմական գոտի էր, բայց էլի նորմալ ապրում էինք։ Մի քիչ վախելով, մի քիչ հպարտ, որ թիկունքում ունեիք Մայր Հայաստան, թիկունքում ամեն ինչ ունեիք։ Դե հիմա եկանք, հիմա շատ վատ ենք։ Էլի Ստեփանակերտից։ Էլի ամուսինս առաջ պատերազմի զոհա։ Դե ես ընտանիքով ես եմ մամաց տենց տեղափոխվել եք եկել եք ստեղ, մենք շատ լավ էինք, շատ լավ դիմավորություն, բայց արդյունքում արդեն հայաստանցի Ղարաբաղցի, թե ինչպիսի ատելություն ա տարածված, ես չեմ պատկերացնում, կամ խի եմ զարմանում, եթե ազգային ժողովի ամբիոնից հայաստանցի Ղարաբաղցի են ասում, ես բառեր չեմ գտնում, չեմ էլ ուզում, հիշեմ նրանց բառերը, ես ուղղակի կարամ ասեմ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, բայց դժգոհ ենք այս վերաբերմունքը, մենք արժանի չէինք, սեղ չենք ասում, ով Արցախել, ինչ ա արել, ոնց ա արել, դա մեզ չի հետաքրքրում, այս ժողովուրդը պետք չի անդունդը գցեն, պիտի ժողովրդին թիկունք կաղնեն։ Հիմա որտեղ եք ապրում։ Հիմա Վարձով ենք ապրում, ես հաշվանդամորս հետ Վարձով եմ ապրում։ Այդ տված գումարն էլ այս ապրիլի 1-ից կկտրեն, ճիշտն ասած շատ էլի մեծ պատժ կա էր, ախր մարդիկ կեսը աշխատում են, կեսը չեն աշխատում, էլի այդ աջակցությունը մեծ բան էր, մարդկանց պատժ կա էր, մի կողմից մի գումար աջակցությանը կտանը մեկն է մի քիչ հուլատանելու համար, հիմա էլի եմ ասում, էլի պիտի այդ ծրագիրը շարունակվի, հագոնե մի քիչ, մինչև այս ժողովուրդը մի քիչ թափ կան, մի քիչ ժողովուրդը պատար թեթևանան, տենանք ինչ ենք դառնում, ոնց ենք անում։ Լսեք, մի սերտիֆիկատին հասնում է 3 միլիոն, ես իմ տեղ եմ խոսում, 6 միլիոն փող են տալիս ինձ, ես 6 միլիոնով նույնիսկ հեռավոր գյուղից մի հավի բուն չեմ կարող առնում, իմ ամուսինս պատերազմի զոհ ա, 6 միլիոն, ես այդ 6 միլիոնը տալիս եմ իրանք, ես ոչինչ չեմ ուզում, մի հավի բուն տան մենք միջին ապրենք, մենք փող չենք ուզում, մենք սերտիֆիկատ չենք ուզում, ապահով են, չեմ ասում Երևանի կենտրոններում, նորմալ մարդկանց ապահով են, ապահով կյանք տան նորմալ։ Հիմա ստեղ էլի փառք Աստծո, ապրում եք, ասում եք, ոչ կրակոց կլինի, հույսո հավատ ունես, որ թիկունքումդ մարդ կա, բայց դե որ արդեն այսքանը, ես 48 մարշրուտկայի մեջ, ես ահա որ այսօր լացելով դուրս եկա, 48 մարշրուտկայի մեջ մի կին ասում Արցախից եք, այս սրանով որոշ ասեցի հա, ասմա ձեզ գրողը տանի, եկանք ասմա մեր ես գյոզալ քաղաքը կեղտոտացրինք, ասեցի ես ոչինչ չեմ ասում, վերև Աստված կա, եթե ինչ որ մեկից նեղացել եք, ոչինչ, ես չգիտեմ, ոչ բոլորը, դե որ իշխանությունը ամբիոմիցացի թուրքի հետ բարեկամություն անես, թուրքի հետ ապրես, էլ ես ոչինչ չեմ տեսնում, իշխանություն չեմ տեսնում ստեղ, թող ես մեղավոր լինեմ, թող ես դատեն, բայց ես իշխանություն չեմ տեսնում, թուրքի հետ ինչ բարեկամություն կասեն, ով ա թուրքի հետ բարեկամություն անում, անհնար ա, ուղղակի ես չգիտեմ ինչ ասեմ, էլի տունը տեղը ոչինչ, ես ուղղակի ցավում եմ մեր երեխեքի, մեր կորստի համար, մեր են եռաբլուրը ես որ տեսնում ու շատ հապվում եմ, հանուն է տղաների մենք պիտի էլի ուժեղ լինենք, պիտի պայքարենք, սրանով վերջ չի լինում։ Կարծում եք վերջը չի։ Չէ, ես չգիտեմ, ես տենց եմ մտածում, կարծում եմ վերջ չի լինի։ Մենք պիտի գնանք մեր գերեզմանները։ Ես էլ եմ գերեզմանել երեխեքս թողել, բայց էլի մենք կգնանք։ Ես հույս ունեմ, թող քանդված լինի, ավիրված լինի, ես կգնամ։ Ինձ նման շատերը կան, մենակ ես չեմ։ Ինչ ասեմ, Ազիզ ջան, էլի թող հայոց աշխարհին խաղաղություն լինի։